Ես ինչ խորհուրդ պիտի տամ։ Կինը դու ես, որոշողը դու ես։ Հայրն էլ դու ես։ Չծնված երեխեն հայր չունի։ Երբ որ կինը հղի է, տղամարդը կարող է լինել այդ հղիության պատճառը, մեղավորը, առիթը, ոնց ուզում ես կոչի, բայց հայրը չի։ Իսկ դու ուզում ես հայր լինել, հայր դառնալ։ Ես արդեն հայր եմ, տղա ունեմ։ Դու էլ մայր ես, աղջիկ ունես։ Պարզ է, ուրեմն չես ուզում։ Ալլա ջան, դու այդ հասակում հազարու մի բան կարող է պատահի։ Երեխեն կարող է հիվանդ ծնվի, բան։ Տարիք։ Ինչ հասակ, Ռուբո, իմ տարիքը ինչ տարիք է որ։ Դե Ալլա ջան, աղջիկդ ամուսնանալու աղջիկա դառել։ Դու էլ ոնց ասեմ, թոր ունենալու ժամանակն է։ Ամոթ է, մարդիկ ինչ կասեն։ Ռուբո, ես 18 տարեկանում եմ ամուսնացել, Վիկան։ Ախշ, Ալլա ջան, մարդիկ հո չեն նայի դու քանի տարեկանում ես ամուսնացել։ Նրանք կնայեն աղջիկդ քանի տարեկան է։ Ամոթ է։ Ես ճիշտ է, այդ քո գործն է։ Ես բան չեմ կարող ասել, դա քո գործն է, դու ոնց որոշես տենց է։ Համել մեկ բաժանված ենք։ Ես վերադարձել եմ Նելիի մոտ, Վահեի մոտ, վերադարձել եմ ընտանիք։ Լավ եք Նելիի հետ։ Ոչինչ, վատ չի, յոլնա։ Վեր կաց սեղանից, վեր կաց գնա։ Ինչ։ Ասում եմ, վեր կաց գնա։ Չհասկացա։ Ինձ զորով ուղարկեցիր տնից, վերջերս տվիր ձեռս ասիր գնա, չորով դրել էիր ասում էիր գնա նախկին կնոջդ մոտ, դու էիր ասում, չասիր, չուղարկեիր, ես եմ մեղավոր։ Ռոբո, ասում եմ, ուշ է, վեր կաց գնա։ Ես չեմ ուզում քեզ հետ խոսել, մի շարունակի, ասում եմ, վեր կաց գնա։ Ալ, Նելին նենց լավն է դառել անկողնու, նենց սիրով, նոր է հասկացել, թե ինչ է կորցրել։ Գնա էստեղից։ Նենց քնքուշ է, նենց սիրով, ես էլ կարծես թազուց եմ սիրարվել։ Գնա, ասում եմ քեզ, գնա։ Սխալ բան ասի։ Լսիր, ես քեզ ասում եմ, ես հղի եմ, դու ինձ քո և Նելիի սիրո մասին ես պատմում։ Ինչի համար։ Ռոբո, դու մարդ չես։ Դու… Ալլա ջան, ես չգիտեի, որ վրեդ կազդի։ Ես, որ իմանայի վրեդ տենց կազդի, ես ու չէի պատմի։ 10 տարի է կինս ես եղել, ամուսնացած ենք եղել, միասին ենք ապրել, մի ընտանիք ենք եղել, բա ում գնամ պատմեմ, ում հետ կիսեմ իմ սրտի ուրախությունը, Ալլա ջան։ Ուրախ ես, հա, ուրախ ես։ Ես էստեղ վատ եմ, տանջվում եմ, տառապում եմ, իսկ դու ուրախ ես։ Դու երջանիկ ես Նելիի հետ։ Ով է մեղավոր։
Դա ում որոշում է։ Դա քո ընտրությունն է։ Ռուբո գնա, ես չեմ կարող քեզ տեսնել, գնա։ Ես ձեր ցեղը, այդ կնանիքի ցեղը տենց էլ չհասկացա։ Դուք չգիտեք ինչ եք ուզում, ումից եք ուզում, երբ եք ուզում, ո՞նց եք ուզում։ Դուք ոչ գիտեք ով է ձեր լավը, ոչ էլ գիտեք ով է ձեր վատը։ Ռոբա! Գնա։ Հասկացա։ Գնում եմ։ Տեսեր ուզածդ, տեսար մեր հետ տանջվում է, մերնում է, ինչ ա եղել ձեզ, ես լավ եմ, ինձ սենց դզում է, երկու կնիկ ունեմ, որտեղ ուզենամ կգնամ, կուզենամ նրա մոտ կմնամ, կուզենամ նրա մոտ կմնամ, հենա, բայց մեր հետ տանջվում է, երկուսն էլ գժվում են ինձ համար, մերնում են, բաժանցն լացում է, չոքեչոք գալու եք խնդրեք, աղաչեք, չեմ ներելու, նիղթ, նայք, ինչ ես կանգնել, գնա օգնի որը, աննորմալ, մայրդ ծնունդից չի գալու, Չէ գոր, գիտես մաման սքի մեջ է, պապայի մահվանից դեռ քանի ամիս անցել, վիշտը դեռ թարմ է։ Հա, հասկանում եմ, ես չեմ պնդում, ես իմ համար չեմ ասում, նրա համար եմ ասում, կգար կցրվեր մի քիչ կուրախանար, մորդ համար լավ կլիներ։ Չէ գոր, չի գա։ Դու պետք է համոզես նրան, նանա։ Նախ վաղուց չի եղել մեր տանը, հետո էլ այդ տեսակ միջոցառումներն են մարդկանց վշտից հանում։ Գոր ինձ համար դժվար չի մամային համոզելը, բայց ես չեմ ուզում ստիպեմ, թողիր կամքով լինի, պետք է հանգիստ թողնել մամային հիմա։ Հակառակը նանա, նրան հանգիստ թողնել պետք չի։ Քեզ թվում է, որ դու մորդ հանգիստ ես թողնում, բայց իրականում դու նրան մենակ ես թողնում, մեկուսացման մեջ։ Չէ, ինչի։ Նանա մայրդ բացի քեզնից, ում հետ է շփվում։